2025 թվականն արդեն պատմության մեջ է, բայց ոչ այն արդյունքներով, որոնք շատերը կցանկանային։ Անցյալ տարի մարդկությունը բաց թողեց մի քանի կարևոր հնարավորություններ, երբ մենք դեռ կարող էինք վերահսկել կատակլիզմները։ Եվ, ցավոք, դրանք շարունակում են սրվել։ Արդյոք մարդկությունը դեռ հնարավորություն ունի փոխելու արդեն իսկ գործարկված սցենարը։ Պատասխանները այսօրվա թողարկման մեջ։ Ինչպես հայտնի է, միկրո և նանոպլաստիկը դարձել է կլիմայական գործընթացների անմիջական մասնակից, զգալիորեն մեծացնելով արդեն իսկ սրվող կլիմայի փոփոխության ծանրությունը, ինտենսիվությունը և հետևանքները։ Փոխելով օվկիանոսային ջրերի ջերմահաղորդունակությունը, պլաստիկի մասնիկները խաթարում են մթնոլորտի և օվկիանոսի միջև ջերմափոխանակությունը, վերջինս վերածելով հսկայական էներգիայի կուտակիչի։ Այս ջերմությունը մթնոլորտում վերածվում է պոտենցիալ և կինետիկ էներգիայի։ Հենց այդ ավելցուկն է ընկած արևադարձային ցիկլոնների, փոթորիկների, ծայրահեղ քամիների, տորնադոների և այլ դինամիկ համակարգերի ուժգնացման հիմքում։ Տորնադոներ։ «2025 թվականի մարտին Միացյալ Նահանգներով անցավ մահացու փոթորկային ճակատը, որը հանգեցրեց մարտ ամսին գրանցված ամենամեծ տորնադոյի բռնկմանը։ Ընդամենը 3 օրվա ընթացքում գրանցվել է առնվազն 100 տորնադո, որոնք ամբողջ թաղամասերը վերածել են ավերակների։ Այս փոթորիկը վերջին տարիներին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ամենաավերիչներից մեկն էր, որի հետևանքով զոհվել է 42 մարդ։ Որոշ տորնադոներ հասել են բացառիկ ինտենսիվության։ Հունիսի 20-ին 21-րդ դարի ամենահզոր տորնադոներից մեկը հարվածել է հյուսիսային Դակոտայի Էնդելին քաղաքի մոտակայքին։ Պտտահողմը պաշտոնապես դասակարգվել է որպես IF5, որը Ֆուջիտայի տորնադոների սանդղակի ամենաբարձր կատեգորիան է, ժամում 338 կիլոմետրից ավել արագությամբ։ Սա այս մեծության առաջին տորնադոն էր երկրում վերջին 12 տարվա ընթացքում։ Տորնադոն շրջել է գնացքի վագոնները, լիովին բեռնված հացահատիկով և մեկ դատարկ ցիստեռն նետել է գրեթե 150 մետր։ Որոշ ծառեր արմատախիլ են եղել, իսկ մյուսները վերածվել են կոճղերի, զրկվելով կեղևից։ Տեղական ֆերման ամբողջությամբ հողին է հավասարվել։ Տորնադոյի զոհ են դարձել 3 մարդ։ Մեկ մղոնից ավելի լայնությամբ ավերիչ պտտահողմը գետնի վրա թողեց հսկայական սպի, որը հստակ երևում է տիեզերքից։ Նոյեմբերի 7-ին բրազիլական Պարանա նահանգով անցավ IF4 կատեգորիայի տորնադոն, մինչև 300 կմ/ժ քամու արագությամբ։ Այն դարձավ ամենաողբերգականը ժամանակակից Բրազիլիայի պատմության մեջ։ Տորնադոն ոչնչացրեց Ռիո Բոնիտո դու Իգուասու համայնքի 90%-ը։ Ընդամենը մի քանի րոպեում քաղաքը նմանվեց պատերազմական գոտու։ Ամբողջ թաղամասերը վերածվեցին ավերակների, իսկ մեքենաները ցրվեցին, ինչպես խաղալիքներ։ Փոթորիկը խլեց 6 մարդու կյանք։ 750 մարդ վիրավորվեց, որոնցից 30-ը ծանր։ Նոյեմբերի կեսերին Կլաուդիա փոթորկի ժամանակ Պորտուգալիայի հարավում գտնվող հայտնի զբոսաշրջային քաղաք Ալբուֆեյրայում զարգացավ IF2 կատեգորիայի տորնադո։ Այն հարվածեց հյուրանոցի ռեստորանին առավոտյան, երբ մի քանի տասնյակ հաճախորդներ նախաճաշում էին։ Վիրավորվեց 28 մարդ, այդ թվում 2 ամսականից մինչև 7 տարեկան 6 երեխա։ 4-ը հոսպիտալացվեցին ծանր վնասվածքներով։ Տորնադոն անցավ նաև ճամբարային տարածքով, սպանելով մի կնոջ։ Կարևոր է նշել, որ նույնիսկ երկրորդ կատեգորիայի տորնադոները չափազանց անսովոր են Պորտուգալիայի համար։ Եվրոպական եղանակային վտանգների տվյալների բազայի համաձայն, վերջին 30 տարիների ընթացքում այստեղ գրանցվել է ընդամենը 4 նման իրադարձություն, որոնցից 3-ը տեղի են ունեցել 2025 թվականին։ Եվ այս երկիրը բացառություն չէ։ Ամբողջ Եվրոպայում գրանցվել է տորնադոների վտանգավոր էքսպոնենցիալ աճ։ Բրազիլիայի և Պորտուգալիայի օրինակները ցույց են տալիս տորնադոների աշխարհագրության ընդլայնումը։ Այժմ պտտահողմերը ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում այն վայրերում, որտեղ նախկինում դրանք գործնականում գոյություն չունեին։ Իսլանդիայի Ռեյկյանեշ թերակղզում օգոստոսի 29-ին գրանցվել է 3 տորնադո, ինչը հազվադեպ է տարածաշրջանի համար։ 1980 թվականից ի վեր այնտեղ գրանցվել է ընդամենը 13 նման իրադարձություն։
Օգոստոսի 3-ին Ռուսաստանի հրեական ինքնավար մարզով անցավ երկրորդ կատեգորիայի տորնադո։ Սա չափազանց հզոր իրադարձություն է այս տարածաշրջանի համար, հաշվի առնելով, որ նրա ողջ պատմության ընթացքում գրանցվել է ընդամենը մի քանի ձագարաձև տորնադո, եւ միայն վերջին տարիներին, երբ մոլորակի վրա կլիմայի փոփոխությունն արդեն իսկ մեծ թափ է ստացել։ Տորնադոները նույնպես չափազանց հազվադեպ են Կոլումբիայում։ Երկրի ողջ պատմության ընթացքում գրանցվել է միայն մեկ նման դեպք՝ 2001 թվականին, սակայն անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին անոմալիան կրկնվեց։ Հզոր տորնադոն հարվածեց Մագդալենա դեպարտամենտի Սանտ Անխել քաղաքին, ոչնչացնելով ցլամարտի ասպարեզը և շրջակա կառույցները։ Հոկտեմբերի վերջին Թուրքիայի հյուսիսային և արևմտյան մասերում մի քանի օրվա ընթացքում ձևավորվել է առնվազն 4 տորնադո, այդ թվում նաև 2 կատեգորիայի տորնադո, որոնցից մեկը հանգեցրել է 1 մարդու մահվան, պաշտոնական վիճակագրության համաձայն։ Երկրում միջինում տեղի է ունենում տարեկան ոչ ավել, քան 2 տորնադո, հիմնականում առաջին կատեգորիայի, հետևաբար, այս բռնկումը խիստ անսովոր է։ Տորնադոների փոփոխվող աշխարհագրության պատճառով պտտվող փոթորիկները ավելի հաճախ են մտնում խիտ բնակեցված քաղաքներ, որոնք պատրաստ չեն նման սպառնալիքի, ինչը զգալիորեն մեծացնում է ավերածությունների և մարդկային կորուստների թիվը։ Մայիսի կեսերին հզոր փոթորկային համակարգ տարածվեց ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան մասին, առաջացնելով մի քանի տասնյակ տորնադոներ։ Միսուրիում ավերիչ 3-րդ կատեգորիայի տորնադոն հարվածեց Սենթ Լուիս խոշոր քաղաքին։ Պտտահողմը ժամում ավելի քան 140 մղոն արագությամբ և 1,5 կիլոմետր լայնությամբ անցավ քաղաքային թաղամասերով, ոչնչացնելով իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Այն վնասեց ավելի քան 5000 շենք։ Քաղաքապետը փոթորիկը անվանեց քաղաքի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ 5 մարդ զոհվեց, ևս 38-ը վիրավորվեցին։ Մինչև ժամում 180 մղոն արագությամբ առաջին կատեգորիայի տորնադոն վնասեց նաև Բալթիմորին, Մերիլենդի խոշոր նավահանգստային քաղաքին և տնտեսական կենտրոնին։ Խառնարանը անցավ խիտ բնակեցված տարածքներով և թողեց մոտ 9,5 կիլոմետր երկարությամբ ավերածությունների մի շերտ։ Արևադարձային ցիկլոններ։ 2025 թվականի արևադարձային փոթորիկների սեզոնը հաստատում է մի միտում, որը տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Չնայած այս իրադարձությունների ընդհանուր թիվը զգալիորեն չի աճել, հզոր փոթորիկների համամասնությունը աճել է։ Այսպես, ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով, Ատլանտյան ավազանում անցյալ տարվա սեզոնի ընթացքում ձևավորվել են 13 անվանված փոթորիկներ։ Դրանցից 5-ը դարձել են մրրիկ, իսկ 3-ը հասել են ամենաբարձր 5-րդ կատեգորիայի։ Արևադարձային փոթորիկների դիտարկումների ողջ պատմության ընթացքում սա տեղի է ունեցել միայն մեկ անգամ՝ 2005 թվականին։ Սա մտահոգիչ է, քանի որ անցյալ տարվա սեզոնը, չնայած այնքան ամբնական ակտիվ չէր, որքան 2005 թվականի սեզոնը, այնուամենայնիվ առաջացրեց 3 հզոր փոթորիկներ։ Հատկապես նշանակալից է արևադարձային Մելիսա փոթորիկը, որը գրանցված ամենահզոր փոթորիկներից մեկն է։ Դրա քամու պոռթկումները հասել են ժամում մոտավորապես 406 կիլոմետրի։ Սա մոտ 6 կիլոմետր ժամում ավելի արագ է, քան օվկիանոսի վրա արևադարձային ցիկլոնում գրանցված ռեկորդային պոռթկումը, և ժամում ընդամենը 1 կիլոմետրով պակաս, քան երկրի վրա երբևէ չափված ամենաարագ քամու պոռթկումը։ Նախկինում մեր կլիմայական զեկույցներում մենք նշել էինք կատակլիզմների աճող կասկադը, երբ բնական աղետները հաջորդում են մեկը մյուսի հետևից, և յուրաքանչյուր հարված հաճախ ավելի հզոր է լինում, քան նախորդը։ 2025 թվականին այս միտումը դրսևորվեց առանձնահատուկ ինտենսիվությամբ։ Թայֆունները այնքան հաճախ էին հարվածում, որ հարավարևելյան Ասիայի բնակիչներին ժամանակ չթողեցին վերականգնվելու համար։ Օրինակ, պարակամահացու գերթայֆունի հարվածից ընդամենը մի քանի օր անց սեպտեմբերի 26-ին Ֆիլիպիններին հարվածեց արևադարձային փոթորիկ Բուալոյը։ 2 օր անց հարավչինական ծովում ուժեղանալով և թայֆուն դառնալով Բուալոյը հարվածեց Վիետնամին։ Միայն կենտրոնական Վիետնամում վնասվել է ավելի քան 144,000 տուն, և մեծ տարածքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ոչնչացել է ավելի քան 26,000 հեկտար բրինձ և այլ մշակաբույսեր ամբողջ երկրում։ Աղետը խլել է 56 մարդու կյանք ամբողջ երկրում։ Մասնագետները գնահատում են, որ Բուալոյ թայֆունը հազվագյուտներից և ամենաանսովորներից մեկն էր։
Հարավչինական ծովով նրա արագությունը հասնում է ժամում 35 կիլոմետրի, գրեթե 2 անգամ ավելի արագ, քան սովորաբար, եւ այն մոլեգնում էր չափազանց երկար ժամանակ Հաթին նահանգում ավելի քան 11 ժամ, դառնալով տարածաշրջանում գրանցված ամենաուժեղը։ Չնայած նոյեմբերի 4-ին Ֆիլիպինների Սեբու նահանգին հարվածած Կալմա-Էքի թայֆունը քամու արագության առումով ամենաուժեղը չէր, դրա դանդաղ շարժումը եւ հրեշավոր անձրևները այն մահացու դարձրեցին։ Ֆիլիպիններում մահացավ առնվազն 269 մարդ։ Իշխանությունների տվյալներով զոհերի մեծ մասը խեղդվել է։ Երկար ժամանակ արևադարձային ցիկլոններն ունեին հստակ սահմանված ձևավորման գոտի, 5 աստիճան լայնությունից բարձր տաք արևադարձային ջրերը, որտեղ գոյություն ունեն դրանց ձևավորման պայմանները։ 2025 թվականին մենք նկատեցինք վտանգավոր միտում։ Այս գոտին զգալիորեն ընդլայնվում է։ Նոր, պոտենցիալ վտանգավոր տարածքներում ապրող մարդկանց համար սա լուրջ խնդիր է։ Ի վերջո, այնտեղ ենթակառուցվածքներն ու նախազգուշացման համակարգերը նախատեսված չեն արևադարձային ցիկլոնների հզորության համար, եւ բնակիչները բախվում են բնական աղետի հարվածի հետ, որի համար նրանք ոչ բարոյապես, ոչ էլ տեխնիկապես պատրաստ չեն։ Հետևաբար, արևադարձային ցիկլոնների ձևավորման գոտու ընդլայնումը դարձավ անցյալ տարվա ամենավտանգավոր եւ թերագնահատված կլիմայական ազդանշաններից մեկը։ Նեոգուրի թայֆունը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում սեպտեմբերին, անսովոր բարձր լայնության վրա, եւ դասակարգվել է որպես 1997 թվականից ի վեր ամենահյուսիսարևելյան փոթորիկը։ Դիտված ցիկլոնը, որը հարվածեց Շրի Լանկային նոյեմբերին, երկրի պատմության ամենաավերիչ փոթորիկներից մեկն էր։ Տուժել է 1 միլիոնից ավելի մարդ, վնասվել է մոտ 15,000 տուն, իսկ զոհերի թիվը գերազանցել է 460-ը։ Քանի որ այս տարածաշրջանում ցիկլոնները չափազանց հազվադեպ են առաջանում, ծանր հետևանքները հիմնականում պայմանավորված էին ոչ թե փոթորկի ուժգնությամբ, այլ նման սցենարի համար պատրաստվածության բացակայությամբ։ Ավելի հազվադեպ է սենյարը, որը 135 տարվա ընթացքում առաջին անգամ ձևավորվեց Մալակկայի նեղուցում, հասարակացից 5 աստիճանից պակաս հեռավորության վրա, որտեղ ցիկլոնները սովորաբար չեն առաջանում եւ երկրի պտույտը չափազանց թույլ է փոթորկի զարգացման համար։ Սենյարը նաև պատմության մեջ առաջին ցիկլոնն էր, որը դուրս եկավ Մալայզիա թերակղզու արևմտյան ափ եւ ընդամենը երրորդ փոթորիկը, որը երբևէ ազդել է երկրի վրա։ Այն աղետալի ջրհեղեղներ առաջացրեց Ինդոնեզիայում եւ Մալայզիայում։ Միայն Սումատրա կղզում ավելի քան 900 մարդ զոհվեց եւ ավելի քան 2,500-ը վիրավորվեցին։ Mohon bantuannya untuk alat transportasi evakuasi. Հոկտեմբերի 28-ին հասնելով 5-րդ կատեգորիայի Մելիսա փոթորիկը հարվածեց Ջամայկայի ափին, ժամում մոտ 300 կիլոմետր արագությամբ քամիներով, դառնալով տարածաշրջանում օդերևութաբանական դիտարկումների 174 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը։ Կղզու բնակչության 3/4-ը մնաց առանց էլեկտրաէներգիայի եւ կապի։ Ջամայկայի ամբողջ տարածքը հայտարարվեց աղետի գոտի։ Տեղի բնակիչները տեսարանը նկարագրեցին որպես աղետի մասին ֆիլմից վերցված տեսարան։ Արմավենիները կոտրվում էին ինչպես լուցկու հատիկներ, ճանապարհները քշվում էին, իսկ տները մինչև պատուհանները ջրի մեջ էին։ Փոթորիկը խլեց 19 մարդու կյանք։ Մելիսա փոթորիկը ազդեց նաև Կարիբյան ավազանի այլ երկրների վրա, թողնելով քաոս եւ մարդկային կորուստներ։ Հատկանշական է, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի արևադարձային փոթորիկ չհասավ Միացյալ Նահանգների մայրցամաքային մասին։ Այնուամենայնիվ, այս փաստը ստեղծում է կայունության վտանգավոր պատրանք, քանի որ այն կապված չէ փոթորկային ակտիվության նվազման հետ։ Հիմնական գործոնը մթնոլորտային կայուն անոմալիան էր, արևելյան ափի երկայնքով ցածր ճնշման գոտին, որը հանդես էր գալիս որպես պաշտպանիչ պատնեշ եւ բառացիորեն խոշոր փոթորիկները շեղում էր դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սա երկրին ժամանակավոր դադար տվեց, բայց չնվազեցրեց համաշխարհային ռիսկը։ Բարակա գերթայֆունը ամենաուժեղն էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։ Սեպտեմբերի 22-ին այն անցավ Ֆիլիպիններով։ Քամու կայուն արագությունը գերազանցեց ժամում 265 կիլոմետրը, իսկ պոռթկումները մինչև 295։ Թայֆունը ջրհեղեղներ եւ սողանքներ առաջացրեց։ Չվերթները, լաստանավերը եւ ձկնորսությունը դադարեցվեցին, բայց մարդկանց տեղափոխող մեկ ձկնորսական նավակ դեռևս մնաց ալիքների եւ քամու մեջ, ինչի հետևանքով զոհվեց 7 մարդ։
Թայվան կղզում պարակա թայֆունը աննախադեպ տեղատարավ անձրևներ բերեց։ Որոշ տեղերում մոտ 1000 մմ տեղումներ տեղացին։ Հուալյան շրջանում սա հանգեցրեց բնական ամբարտակի պայթելուն։ 60 միլիոն տոննա ջուր թափվեց Գուանֆու զբոսաշրջային գյուղի վրա, քշեց տները եւ մեքենաները նմանվելով ցունամիի։ Զոհվեց առնվազն 17 մարդ։ «2025 թվականը ցուցաբերեց աննախադեպ կլիմայական իրադարձություններ և ռեկորդային անոմալիաներ։ Հարց է առաջանում. կարո՞ղ էր մարդկությունը կանխել նման զարգացումը։ Այո, կարող էր։ Ալլատրայի գիտնականները առաջարկել էին տեխնոլոգիական լուծում՝ մթնոլորտային ջրի գեներատորներ։ Դրանց լայնածավալ կիրառումը կարող էր նվազեցնել օվկիանոսների միկրո և նանոպլաստիկով աղտոտումը, վերականգնել մոլորակի ջրային ցիկլը և ջերմային հավասարակշռությունը և ի վերջո կայունացնել կլիման։ Կարծում եմ շատերդ հիշում եք մջգների, մթնոլորտային ջրի գեներատորների տեխնոլոգիան, որը խոստանում էր մաքրել օդը աղտոտիչ նյութերից, այդ թվում պլաստիկից։ Դա նորարարական հույս էր, տեխնոլոգիա, որը, եթե կիրառվեր ամբողջ աշխարհում, կարող էր պահպանել միլիարդավոր մարդկանց առողջությունն ու կյանքը և մաքրել մոլորակը, բայց մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը։ Ժամանակը կարևոր դեր է խաղում նման հարցերում։ Կարևոր է հասկանալ, որ մջգները որպես օվկիանոսային ջրերի մաքրման միջոց օգտագործելու գաղափարն առաջ է։ Քաշվել Ալլատրայի գիտնականների կողմից ավելի քան 20 տարի առաջ, այն ժամանակ, երբ մթնոլորտում միկրոպլաստիկի կոնցենտրացիան մնում էր չափազանց ցածր, այդ ժամանակ նման տեխնոլոգիաների ներդրումը կարող էր իսկապես զգալի բնապահպանական օգուտներ բերել, առանց լուրջ վտանգ ներկայացնելու մարդու առողջության համար։ Այդ ժամանակ մջգների տեխնոլոգիան կարող էր կյանք փրկող լինել, բայց այսօր, հաշվի առնելով մթնոլորտում նանոպլաստիկի բարձր մակարդակը, այն վտանգ է ներկայացնում։ Այսօր մջգների լայնածավալ օգտագործումը կարող է նաև հանգեցնել մթնոլորտում միկրոպլաստիկի կոնցենտրացիայի զգալի աճի։ Սա ստեղծում է օդում նանոպլաստիկի կոնցենտրացիայի աճի ռիսկ, որը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար։ Նանոպլաստիկի շնչառումը նպաստում է դրանց կուտակմանը մարմնում, այդ թվում ուղեղում։ Եվ սա կարևորագույն նշանակություն ունի։ Անոմալ ջերմաստիճաններ։ 2025 թվականին Հնդկաստանը ապրեց իր 124 տարվա ընթացքում ամենատաք ձմեռը, փետրվարի համար անոմալ վաղ ջերմային ալիքներով։ Ամենանշանակալի առանձնահատկությունը նվազագույն ջերմաստիճանների բարձրացումն էր։ Արդեն մարտի 15-ին Օթիշա և Ջարքանդ նահանգներում գրանցվեց տարվա առաջին տաք գիշերը։ Այնուամենայնիվ, անցյալ տարին նշանավորվեց ոչ միայն երկրում ռեկորդային ջերմային ցուցանիշներով։ Ցրտի ալիքները սկսվեցին սովորականից շուտ և ազդեցին ավելի լայն տարածքի վրա։ Հունիսին Հյուսիսային Ամերիկային հարվածեց հզոր ջերմային ալիքը, որը ազդեց Միացյալ Նահանգների և Կանադայի ավելի քան 255 միլիոն մարդու վրա։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվեց օրական ավելի քան 3000 ռեկորդային բարձր ջերմաստիճան, այդ թվում երբևէ գրանցված ամենաբարձրը։ Կարևոր է նշել, որ ռեկորդների մեծ մասը վերաբերում էր օրական նվազագույն կամ գիշերային ջերմաստիճաններին։ Դժբախտաբար, այս չափազանց վտանգավոր միտումն այժմ նկատվում է ամբողջ աշխարհում։ Նման աներևակայելի շոկ և խոնավ գիշերները զրկում են օրգանիզմին ցերեկային շոկից վերականգնվելու հնարավորությունից, առաջացնելով մշտական ջերմային սթրես, ջրազրկում և սրտանոթային գերբեռնվածություն։ «2025 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր Եվրոպան ենթարկվեց մի շարք ծայրահեղ ջերմային ալիքների, որոնք խլեցին մոտավորապես 16500 կյանք։ Մայրցամաքի հյուսիսում գրանցվել են աննախադեպ ջերմաստիճաններ։ Նորվեգիայում 30 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանը պահպանվել է գրեթե 2 շաբաթ անընդմեջ, մինչդեռ Ֆինլանդիայում 25 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանը տևել է 26 օր։ Տեղական հիվանդանոցները գերծանրաբեռնված էին, և մարդիկ այնքան էին տառապում երկարատև շոկից, որ երկրի հյուսիսում նույնիսկ բացվեց սառցադաշտ՝ շոկից պատսպարվելու համար։
Քաղաքներում նկատվել են եղջերուներ, որոնք ջուր եւ ապաստան էին փնտրում։ Ավելի հարավում եվրոպացիները շոկում էին 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանից, եւ մի քանի երկրներ նույնիսկ սահմանեցին ազգային հունիսյան ռեկորդներ։ Իտալիայում ուժի մեջ մտավ օրվա ամենատաք ժամերին բացօթյա աշխատանքների արգելքը։ Իսկ Հունաստանում ժամանակավորապես փակվել են հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերը։ Շոկը երաշտի եւ բազմաթիվ անտառային հրդեհների պատճառ է դարձել տասնյակ եվրոպական երկրներում։ Ռուսաստանում 2025 թվականի անտառային հրդեհների սեզոնը հատկապես ծանր էր Զաբայկալսկի երկրամասում եւ Բուրյաթիայի հանրապետությունում։ Դա պայմանավորված էր ձյան քիչ տեղումներով եւ ռեկորդային ամենատաք գարնանով։ Տարածաշրջաններում ջերմաստիճանը 5-ից 7 աստիճանով բարձր էր երկարաժամկետ միջին ցուցանիշից։ Սիբիրը եւ Արկտիկան ցնցված էին ջերմաստիճանային անոմալիաներով։ Յակուտսկում, որը չափազանց ցուրտ կլիմա ունեցող քաղաք է, հունվարը ռեկորդային տաք էր։ Որոշ օրերի ջերմաստիճանը գերազանցել է կլիմայական նորման ավելի քան 24 աստիճան Ցելսիուսով։ Օրական առավելագույն ջերմաստիճանի ռեկորդները գերազանցվել են 6 օր անընդմեջ։ Տեղացիները նկատել են ուռենիների ծաղկումը, ինչը անսովոր է նույնիսկ ապրիլի սկզբի համար, կեչու ծառերը բողբոջել են։ Օգոստոսի 20-ին Կարսկոյե ծովի Վիզեկղզում ջերմաչափը պատմության մեջ առաջին անգամ ցույց է տվել 11.6 աստիճան Ցելսիուս, գերազանցելով նախորդ ամսական ռեկորդը 2.5 աստիճանով։ Անոմալ բարձր ջերմաստիճանները ուղեկցվեցին ամպրոպով, ինչը հազվադեպ երևույթ է այս լայնությունների համար եւ 21-րդ դարում գրանցվել է ընդամենը 3 անգամ։ Նույն օրը Թայմիր թերակղզու հյուսիսային մասում, Ստելեգովի հրվանդանում ջերմաչափերը գրանցեցին 23 աստիճան Ցելսիուս, համեմատած ամսական միջին առավելագույն 6.6 աստիճան Ցելսիուսի հետ։ Ռուսաստանում ջերմաստիճանի տատանումները այնքան ծայրահեղ էին, որ օդերևութաբանները բառեր չէին գտնում եղանակային քաոսը նկարագրելու համար։ Փետրվարին Սվերդլովսկի մարզի Իվդել քաղաքում գիշերային -26 աստիճան Ցելսիուսի ցրտահարությունը փոխարինվեց 0-ից բարձր ջերմաստիճաններով օրվա ընթացքում։ Ընդամենը 12 ժամվա ընթացքում ավելի քան 28 աստիճանի տարբերությունը իսկական մարտահրավեր էր տեղի բնակիչների համար։ Մինչդեռ երկրի հարավում, ընդհակառակը, սկսվեց անոմալ ցուրտ եղանակ, առատ ձյան տեղումներով։ Փետրվարի վերջը Կաբարդինո-Բալկարական հանրապետությունում ամենացուրտն էր տարածաշրջանում գրանցումների պատմության մեջ։ Կրասնոդարում, Նովորոսիսկում եւ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության այլ քաղաքներում ու շրջաններում ջրամբարները սառել են եւ առաջացել են սառցակույտեր։ Սոչիում ձյունը տեղացել ոչ միայն լեռնային շրջաններում, որտեղ ձյան շերտը հասել է 3 մետրի, այլև ափամերձ շրջաններում։ Կանաչ մարգագետինները, արմավենիները եւ ծաղիկները ծածկվել են ձյան հաստ շերտով, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է տարածաշրջանի համար։ Վատ եղանակը ազդեց նաև հարևան Վրաստանի վրա։ Սովորաբար տաք հանգստավայր Բաթումիում, որտեղ մեղմ կլիման նշանակում է, որ տները չունեն կենտրոնական ջեռուցում, տեղի ունեցավ կտրուկ ցրտահարություն։ Քաղաքը ծածկվեց այնպիսի քանակությամբ ձյունով, որ կոմունալ ծառայությունները ստիպված էին աշխատել շուրջօրյա։ Հունվարի Միացյալ Նահանգները ականատես եղավ մի շարք հզոր ձմեռային փոթորիկների։ Հունվարի 3-ին կենտրոնական նահանգներում տեղաց ծայրահեղ քանակությամբ ձյուն։ Կանզասում ձյան շերտի հաստությունը հասավ 46 սանտիմետրի։ Սա հանգեցրեց տրանսպորտային լայնածավալ խափանումների, էլեկտրաէներգիայի անջատումների եւ մարդկային զոհերի։ Ընդամենը մի քանի օր անց փոթորիկը հարվածեց երկրի հարավ-արևելքին, ծանր ձմեռային պայմաններ բերելով գրեթե 25 նահանգներում եւ ազդելով մոտավորապես 80 միլիոն մարդու վրա։ Կյանքը այնպիսի շրջաններում, որոնք սովոր չէին նման ցրտին եւ ձյան տեղումներին, կաթվածահար էր եղել։ Իսկ հունվարի 20-ից ի վեր պատմական փոթորիկ է տարածվել հարավային նահանգներում, ստեղծելով հատկապես լուրջ մարտահրավեր։ Մեքսիկական ծոցի ափին, որտեղ ձյունը հազվադեպ երևույթ է, գերազանցվել են բազմամյա եւ նույնիսկ դարավոր ձյան ռեկորդները։ Առնվազն 9 մարդ մահացել է հիպոթերմիայի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով։ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը պատմության մեջ առաջին անգամ ձնապքի մասին նախազգուշացում է տվել Լուիզիանայի եւ Տեխասի որոշ շրջանների համար։
Փետրվարի սկզբին Ճապոնիան տուժեց անսովոր առատ տեղումներից։ Որոշ վայրերում 48 ժամվա ընթացքում տեղացել է մինչև 129 սանտիմետր ձյուն, իսկ Հոկկայդո պրեֆեկտուրայի Օբիհիրո քաղաքում ընդամենը 12 ժամվա ընթացքում տեղացել է 120 սանտիմետր։ Սա երկրում ամենաբարձր ձյունն էր օդերևութաբանական հաշվառումների սկսվելուց ի վեր, որոշ վայրերում ձյան շերտը գերազանցել է 4 մետրը, ինչը հանգեցրել է ճանապարհների փակման և տանիքների փլուզման վտանգի։ Ապրիլի 5-ից ի վեր արկտիկական ցուրտը ծածկել է կենտրոնական և արևելյան Եվրոպան, Բալկանյան ավազանը, Միջերկրական ծովը և Թուրքիան։ Տաք մարտից հետո կտրուկ ցրտերը և ձյան տեղումները առաջացրել են ցրտահարություն, ձնապքեր և ուժեղ քամիներ, ոչնչացնելով պտղատու ծառերի գրեթե ամբողջ բերքը։ Բելառուսում ավելի քան 270 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Լեհաստանում կտրուկ ցրտերը ուղեկցվել են ուժեղ քամիներով, ձյունով և սառցե անձրևով։ Ուկրաինայի Կարպատյան լեռներում ջերմաստիճանը իջել է մինչև -18 աստիճան, Բուլղարիայում ձյան շերտի բարձրությունը հասել է 40 սանտիմետրի, իսկ Թուրքիայում ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4-ից 10 աստիճան Ցելսիուսով։ Հարավային Կորեան նույնպես տուժեց ապրիլյան ցրտից։ Միայն մեկ օրում Սեուլում ջերմաստիճանը գրեթե 25 աստիճան Ցելսիուսից իջավ մինչև 1,1 աստիճան։ Ամենաանսպասելի երևույթը ապրիլի վերջին տեղացած ձյունն էր, որը առաջինն էր երկրի օդերևութաբանական դիտարկումների 118 տարվա ընթացքում։ Դեկտեմբերի կեսերին Սաուդյան Արաբիայի հյուսիսում տեղաց ուժեղ ձյուն, որն ուղեկցվեց ուժեղ քամիներով և խիտ մառախուղով։ Ձյուն տեղաց ոչ միայն լեռնագագաթներին, այլև հարակից անապատային սարահարթերում։ Ջերմաստիճանն իջավ մինչև -4 աստիճան Ցելսիուս, ինչը տարածաշրջանում առաջին նման դեպքն էր գրեթե 3 տասնամյակի ընթացքում։ Ավելի անսովոր երևույթ էին ձյան տեղումները Արգենտինայում, դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ծննդյան օրը, հարավային կիսագնդում ամռան գագաթնակետին։ Սալտա և Ժուժուի գավառներների բարձրավանդակներում ջերմաստիճանը իջավ մինչև 1 աստիճան Ցելսիուս, ձմեռային բնորոշ ցածր ջերմաստիճան, և առատ ձյունը խաթարեց երթևեկությունը ռազմավարական ճանապարհներին։ Օդերևութաբանների կարծիքով, սառը օդային զանգվածների առաջխաղացումը մինչև հյուսիս լիովին անոմալ երևույթ է։ Միևնույն ժամանակ, Բրազիլիայի հարավ-արևելքը պատվել էր անոմալ ջերմային ալիքով։ Ջերմաստիճանը հասել է 37,2 աստիճան Ցելսիուսի։ 4 օրվա ընթացքում Սան Պաուլո քաղաքը 3 անգամ գերազանցեց դեկտեմբերյան ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը 28,3 էր։ Տասնամյակների ընթացքում նոր ամսական ռեկորդ սահմանելը ինքնին հազվագյուտ երևույթ է, բայց այն փաստը, որ դա տեղի է ունեցել 4 օրվա ընթացքում 3 անգամ, հսկայական անոմալիա է։ Սեյսմիկ ակտիվություն։ 2025 թվականին ամբողջ աշխարհում նկատվեց սեյսմիկ և հրաբխային ակտիվության աճ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն մի փոքր ավելի շատ իրադարձությունների մասին է, այլ ամբողջ պատկերի որակական փոփոխության։ Նայեք 3 և ավելի մագնիտուդով երկրաշարժերի թվի գծապատկերին, դուք տեսնում եք ոչ թե սահուն աճ, այլ թռիչք։ Մինչև համեմատաբար վերջերս 5 բալանոց և հատկապես ավելի բարձր երկրաշարժը դառնում էին համաշխարհային նորություն։ Այն լուսաբանվում էր լրատվամիջոցներում, քննարկվում էր մասնագետների կողմից և քննարկվում էր լայն հանրության կողմից։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ 5 բալանոց սեյսմիկ իրադարձությունները տեղի են ունենում այնքան հաճախ, որ այլևս ուշադրություն չեն գրավում, և 6 և նույնիսկ 7 բալանոց երկրաշարժերը, ցավոք, սկսում են ընկալվել որպես գրեթե առօրեական։ Եվ այս սովորականության զգացումը չափազանց վտանգավոր պատրանք է։ Հիշենք անցյալ տարի տեղի ունեցած այս հազարավոր իրադարձություններից մի քանիսը։ Հունվարի 7-ին Տիբեթը ցնցվեց 6 և 8 բալանոց հզոր երկրաշարժից։ Հիմնական ցնցումը և ավելի քան 600 հետցնցումները ավերեցին տասնյակ գյուղեր և ավելի քան 3600 տներ։ Աղետի հետևանքով զոհվեց 126 մարդ։ Հազարավոր մարդիկ անօթևան մնացին դաժան ձմեռային պայմաններում։ Հունիսի 3-ին Միջերկրական ծովում տեղի ունեցավ 5 և 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Թուրքիայի Մուլա նահանգում վիրավորվեց 75 մարդ, որոնց մեծ մասը վնասվածքներ է ստացել պատուհաններից ցատկելու հետևանքով։
Այս տարածաշրջանում աճող սեյսմիկ ակտիվությունն այնքան է վախեցրել տեղի բնակիչներին, որ ցանկացած ցնցում խորը սթրես է առաջացնում։ Այս երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը ուժեղ խուճապի նոպա է ունեցել։ Ցավոք, նա մահացել է, չնայած բժիշկների ջանքերին։ Օգոստոսին եւ հոկտեմբերին Բալաքեսիր նահանգում տեղի են ունեցել 6-ից բարձր մագնիտուդով 2 երկրաշարժեր։ Սեյսմոլոգների տվյալներով այս ժամանակահատվածում գրանցվել է տարածաշրջանի համար անսովոր բարձր սեյսմիկ ակտիվություն։ 3 ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 12000 սեյսմիկ իրադարձություն։ Օգոստոսի 30-ին Աֆղանստանի արևելյան նահանգներում տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրում զոհվել է ավելի քան 2200 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 3300 մարդ։ Հզոր եւ մակերեսային հետցնցումները, որոնցից 3-ը գերազանցել են 5 մագնիտուդը, հողին են հավասարեցրել հիմնական ցնցումից միայն մասամբ վնասված տները։ Շատ գյուղեր վերածվել են ավերակների։ Առավել տուժած որոշ տարածքներ մուտք գործելն անհնար էր։ Մարդիկ մեր ձեռքերով մաքրում էին կավաշեն եւ քարե տների փլատակները իրենց հարազատներին փրկելու համար։ Ֆիլիպինների արշիպելագում տեղի ունեցան մի շարք հզոր երկրաշարժեր։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան Բոգո ափամերձ քաղաքի մոտակայքում գրանցվել է 6.9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։ Այն դարձել է վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնական Ֆիլիպիններում տեղի ունեցած ամենաուժեղներից մեկը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր վտանգավոր խորության վրա, ընդամենը 5 կիլոմետր, ինչը մեծ ավերածություններ եւ առնվազն 69 մարդու մահվան պատճառ դարձավ։ Հոկտեմբերի 10-ին երկրի հարավում գրանցվել են եւս 2 հզոր սեյսմիկ իրադարձություններ։ Առաջինը 7.4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում։ Ցնցումները զգացվել են Մինդանաու կղզու տասնյակ քաղաքներում։ Մեքենաները ուժգին ցնցվել են փողոցներում եւ մարդիկ խուճապահար լքել են իրենց տները։ Երկրորդը 6.8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի է ունեցել մոտ 10 ժամ անց։ Այն սրել է հետևանքները եւ լրացուցիչ ավերածություններ է առաջացրել արդեն վնասված տարածքներում։ Աղետի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Դրեյքի նեղուցի տարածքում նույնպես նկատվել է սեյսմիկ ակտիվության աճ։ 2025 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում այնտեղ գրանցվել է 7 մագնիտուդից բարձր 3 երկրաշարժ, մինչդեռ տարածաշրջանում երկրաշարժերի դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցվել է ընդամենը 4 երկրաշարժ։ Երկու 2025 թվականին տեղի ունեցան այնպիսի անոմալ եւ ռեկորդային բնութագրերով երկրաշարժեր, որոնք բառացիորեն հակասում են այսօր հայտնի սեյսմոլոգիայի օրենքներին։ Մարտի 28-ին Մյանմայի կենտրոնում տեղի ունեցավ 7.7 մագնիտուդով հզոր տեղաշարժով երկրաշարժը։ Նման սեյսմիկ իրադարձությունները չափազանց հազվադեպ են եւ համարվում են ամենաավերիչներից մեկը։ Դրանք կարելի է անվանել գերձայնային շարժման սեյսմիկ համարժեք։ Մյանմայում երկրակեղևի ճեղքը տարածվեց դեպի հարավ, վայրկյանում ավելի քան 5 կիլոմետր արագությամբ։ Սա հանգեցրեց հսկայական ավերածությունների։ Ամբողջ երկրում փլուզվեցին հազարավոր տներ, տաճարներ, մզկիթներ եւ դարավոր պատմական հուշարձաններ։ Ամբողջովին անջատվեցին էլեկտրաէներգիան եւ հեռախոսային կապը։ Սողանքները, ավերված կամուրջները եւ ճանապարհները որոշ շրջաններ կտրեցին արտաքին աշխարհից։ Մահացածների թիվը գերազանցեց 3800-ը։ Էպիկենտրոնից 1000 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում, շենքերը ուժգին տատանվեցին, դրանցից հազարավորներում առաջացան ճեղքեր։ Քաղաքում փլուզվեց կառուցվող 30 հարկանի երկնաքերը, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 22 մարդ։ Հուլիսի 20-ին Ռուսաստանի Կամչատկայի թերակղզու մոտակայքում տեղի ունեցավ 7.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Հաջորդող հազարավոր ցնցումները, որոնցից յուրաքանչյուրը հասնում էր 6 կամ ավելի մագնիտուդի, մասնագետները վերագրեցին մարող հետցնցումների հաջորդականությանը։ Այնուամենայնիվ պարզվեց, որ այս բոլորը պարզապես նախացնցումներ էին, ժամանակակից պատմության ամենահզոր սեյսմիկ իրադարձություններից մեկի ավետաբերները։ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի ունեցավ հուլիսի 30-ին, տարածաշրջանի մայրաքաղաք Պետրոպավլովսկ Կամչատկայից 149 կիլոմետր հեռավորության վրա։
Նույնիսկ Կամչատկայի բնակիչները, որոնք սովոր էին սեյսմիկ ակտիվությանը, ցնցված էին ցնցումների տևողությունից։ Այս մեգաերկրաշարժը առաջացրեց տասնյակ հազարավոր հետցնցումներ, այդ թվում 7 մագնիտուդից բարձր ուժգնությամբ իրադարձություններ, որոնք շարունակում են մոլեգնել գրեթե 6 ամիս անց, թերակղզու բնակեցված տարածքներում զգացվեցին հարյուրավոր ցնցումներ։ Սեպտեմբերի 19-ին Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը կրկին հակասում է սեյսմոլոգների կանխատեսումներին։ Այն չափազանց հզոր էր և, ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տնօրենի, այն չէր տեղավորվում հետցնցումների տարածումը նկարագրող որևէ հայտնի գիտական մոդելի մեջ։ Սակայն Կամչատկայում տեղի ունեցողը բնական գործընթաց է, որը հստակորեն հաստատում է Ալլատրայի գիտնականների միջազգային համայնքի կողմից մշակված գիտական մոդելը։ Խոսքը սիբիրյան մագմատիկ փետուրի ազդեցության մասին է, տաք մագմայի հոսքի, որի ճնշումը տարածվում է լիտոսֆերայի վրա Սիբիրից շատ հեռու, ինչպես հիդրավլիկ մխոց, այն ստեղծում է հսկայական լարվածություն մայրցամաքային բլոկի եզրերին, որտեղ տեղի են ունենում ամենաակնառու գեոդինամիկական գործընթացները։ Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի շարքը դասական եզրային էֆեկտի օրինակ է։ Բնականաբար Սիբիրը, ներառյալ նրա արկտիկական շրջանը, չի կարող չարձագանքել իր տարածքի տակ գտնվող հսկայական մագմատիկ օջախին, եւ հենց 2025 թվականին է այս տարածաշրջանը սկսել ցուցաբերել ոչ բնորոշ սեյսմիկ ակտիվություն։ Փետրվարի 28-ին Լապտևների ծովում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Հունիսի 8-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, Ֆրանց Յոսիֆի երկրի արշիպելագից դեպի հյուսիս, ինչը չափազանց բարձր մագնիտուդ է այս տարածաշրջանի համար։ Գործիքային դիտարկումների ողջ ժամանակահատվածում այստեղ գրանցվել է ընդամենը 2 սեյսմիկ իրադարձություն, 5.1 մագնիտուդով։ 20 օր անց 5.1 մագնիտուդով երկրաշարժը ցնցեց Յակուտիայի հյուսիսը։ Սակայն հատկապես ուշագրավ էր մարտի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի արկտիկական շրջանում, Նորիլսկ քաղաքից 650 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած 5.1 մագնիտուդով երկրաշարժը։ Այս հզոր երկրաշարժը, որը չափազանց անսովոր էր սեյսմիկ առումով հանգիստ թայմի շրջանի համար, առաջինն էր, որը գրանցվել է այնտեղ 1900 թվականից ի վեր։ Միայն այս օրինակները բավարար են ցույց տալու համար, որ սիբիրյան մագմատիկ փետուրը իրական սպառնալիք է ներկայացնում ողջ մարդկության համար։ Եվ դրա ժայթքումը կարող է հանգեցնել մոլորակային մասշտաբի աղետի, այնուամենայնիվ։ Այս թվացյալ անհաղթահարելի խնդիրն ուներ պարզ և տրամաբանական լուծում, այն ներառում է վերահսկելի գազազերծում։ Թիկնոցի մագմատիկ համակարգում ճնշման միտումնավոր նվազեցում, ավելորդ գազերի և լավայի հեռացման միջոցով։ Ալլատրայի գիտնականների կողմից առաջարկված այս մոտեցումը կարող էր կանխել սիբիրյան փետուրի հնարավոր ժայթքումը և կայունացնել գլոբալ կլիման, զգալիորեն նվազեցնելով մոլորակի ընդհանուր տաքացումը և երկրակեղևի վրա մագմայի ներքին ճնշումը, սակայն իրավիճակը, որի առջև մենք կանգնած ենք, չափազանց պարզ է։ Ժամանակը, երբ մենք կարող էինք և պետք է սկսեինք պատրաստվել սիբիրյան փետուրի պլանավորված, վերահսկելի գազազերծմանը, անդառնալիորեն կորսված է։ Մեղմ ասած, այս գործողությունների ընթացքը այլևս մեզանից ոչ մեկի համար հասանելի չէ։ Թույլ տվեք բացատրել։ 2025 թվականին երկիրը մտավ սեյսմիկ ակտիվության նոր փուլ։ Դուք ինքներդ եք ականատես լինում դրան։ Փետուրի ազդեցության հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան 7-ից բարձր մագնիտուդով 2 հզոր երկրաշարժեր։ Սկզբում Ալյասկա-Յուկոն սահմանին տեղի ունեցավ 7 մագնիտուդով երկրաշարժ, իսկ ընդամենը 2 օր անց Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցավ 7.6 մագնիտուդով երկրաշարժ։ Սա պատահականություն չէ։ Սրանք Սիբիրյան փետուրի, երկրակեղևի վրա ճնշման հետևանքով առաջացած խորը գործընթացների նշաններ են։ 2025 թվականը մեզ զարմացրել է մի շարք գեոդինամիկական գրառումներով և անոմալիաներով։ Սիբիրյան մագմատիկ փետուրի գազազերծման նախապատրաստման իրատեսական ժամկետը առնվազն 4 տարի է, եթե լինի սերտ միջազգային համագործակցություն և աշխարհի լավագույն մասնագետների լիարժեք ներգրավվածություն։ This would have given humanity a precious interval
Իր հերթին սա մարդկությանը կտար անվտանգության արժեքավոր պահեստային ժամանակը, որը հնարավորություն կտար կենտրոնանալու այլ աճող սպառնալիքների լուծման վրա, առանց ապրելու մշտական վախի մեջ, որ սիբիրյան փետուրը կարող է ցանկացած պահի վերացնել կյանքը մոլորակի երեսից։ Այո, նույնիսկ 1 տարի առաջ գազազերծման նախապատրաստման գործընթացը լի էր հսկայական ռիսկերով, իսկ հիմա այն դառնում է բացարձակապես անիմաստ։ 4 տարի անց ցանկացած միջամտություն կարող է առաջացնել թիկնոցի հանկարծակի պայթյուն, այսինքն ակնթարթային պայթյունավտանգ եւ չափազանց հզոր բեկում։ Դա նման է ասեղով լավ փչված փուչիկը ծակելուն։ Հիմա կորցրած ժամանակի պատճառով նախատեսված գազազերծումը կարող է հանգեցնել հենց այն աղետին, որը մենք փորձում ենք կանխել։ Հետ նայելով անցած տարվա հզոր աղետներին, ավերածություններին, կորուստներին եւ մարդկային ցավին, հնարավոր չէ կրկին ու կրկին չմտածել այն մասին, որ մենք կարող էինք խուսափել սրանից, եթե չմատնվեինք անգործության։ Ժամանակը անդառնալիորեն բաց է թողնվել։ Թողարկումն ավարտում ենք գիտահանրամատչելի ֆիլմի մի հատվածով, որը հիմնարար հետազոտության եւ նրանց գործողությունների արդյունք է, ովքեր կարողացել են իսկապես գիտակցել, թե ինչ ենք արդեն կորցրել, սրանք մարդիկ են, ովքեր չեն համակերպվել։ Նրանք պայքարում են այդ փխրուն, բայց դեռ իրական հնարավորության համար, որը հայտնվել է ամբողջ մարդկության հորիզոնում։ Այսպիսով, դուք արդեն գիտեք, որ էլեկտրաստատիկ լիցքը նանոպլաստիկի կործանարար ուժի հիմքն է։ Գիտակցելով սա, Ալլատրայի գիտական խումբն առաջինն առաջարկեց այդ ռազմավարական ուղղությունը, այսինքն զրկել նանոպլաստիկն իր էլեկտրական լիցք կուտակելու եւ պահպանելու ունակությունից։ Եթե մենք կարողանանք զրկել միկրո եւ նանոպլաստիկը իր լիցքից, մենք ոչ միայն կվերացնենք դրա կործանարար ազդեցությունը մարդու առողջության վրա։ Սա նաև կօգնի հեռացնել ավելորդ էներգիան մեր կենսոլորտից, որն այլապես կշարունակի կուտակվել, խթանելով գեոդինամիկ ճգնաժամը եւ սրելով բնական աղետները։ Շատ երկար ժամանակ մենք ապրել ենք այն մխիթարական պատրանքի ներքո, որ դեռ ժամանակ կա, որ մարդկությունը միշտ հնարավորություն կունենա ճանաչելու, հասկանալու եւ արձագանքելու։ Բայց այդ ժամանակն արդեն անցել է։ Մեր ամենամեծ մարտահրավերն այժմ լուծում գտնելն է, նախքան անդարձելիության կետը հատելը, քանի դեռ մենք ունենք թե մեր ինտելեկտը, թե մնացած քիչ ժամանակը։ Բայց որպեսզի սա տեղի ունենա, ողջ մարդկությունը նախ պետք է հասկանա կատարվողի իրական մասշտաբները։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մեր ողջ գիտական ներուժն ու ռեսուրսներն ուղղել լուծում գտնելուն։ Ինչպես արդեն տեսանք, ոչ մի առանձին անհատ, կազմակերպություն կամ ազգ չի կարող միայնակ լուծել նման բարդ խնդիրը։ Ալլատրայի գիտական համայնքը 2 տասնամյակ է, ինչ փնտրում է այս լուծումը, եւ չնայած այն դեռևս չի գտնվել, մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք հասկանում ենք, որ պատասխանը գտնվում է ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության հատման կետում, ինչը նշանակում է, որ լուծումը հասանելի է, եւ այն գտնելը կարեւոր է մեր գոյատևման համար։ Տարիների հետազոտությունների միջոցով մենք հստակ հասկացել ենք, որ ամբողջ համաշխարհային հանրության ջանքերը պետք է միավորվեն եւ անհապաղ։ Միայն համատեղ գործելով կարող ենք լուծել այս հսկայական մարտահրավերը եւ պահպանել մեր ունեցած ամենաթանկ բանը՝ բուն կյանքը։ Կյանքի համար արժե պայքարել։